Նորից բարի օր հարգելի երևանցի, այս պահին ես գտնվում եմ Երևանի քաղաքապետարանի ավականու նիստերի դահլիճում։ Նիստերի դահլիճից փախել են, փախուստի են դիմել ՔՊ եւ իրենց քույր կուսակցությունը, հայտարարեցին, որ իրենք չեն մասնակցելու նիստերին, այսինքն նիստը պարտադիր է, բայց նիստին ոչ միայն չեն մասնակցելու, այլ նաեւ չեն վարելու նիստը։ Տեսակ այսօր ոնց էր Տիգրան Ավինյանը այս դռնից անդադ ելումուտանում, սպասում, նայում, ելումուտանում, չգիտեմ որն էր պատճառը, առողջական խնդիրներ պատճառը, թե այլ խնդիր ուներ, չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ հիմա տեսեք թողել են դահլիճը, լքել են դահլիճը եւ ասում են, որ չեն մասնակցելու, իսկ իրավական կարգավորումը այս խնդրի այն է, որ եթե նրանք չեն մասնակցում, ապա նիստը պետք է վարի ամենատարեց անդամը ավականու։ Մեր խմբակցությունը ունի տարեց անդամ, հենց նա էլ կվարի եւ հավանաբար նաեւ մենք արդեն կհայտարարենք Երևան քաղաքում իշխանափոխության մասին եւ ՔՊ-ին այստեղից քշելու մասին, քշելու տարբեր ուղղություններով, ոմանց դեպի քրեակատարողական հիմնարկներ, իսկ ոմանց էլ թոշակի, ոմանց էլ ինչ-որ այլ վայրեր, սա պետք է լինի ապագա քաղաքական գործընթացը։ Էսրանք դիմեցին փախուստի, որովհետև չեն ցանկանում, որպիսի Երևան քաղաքում տրանսպորտը լինի այնպիսի գումար, ինչպիսին նրա ինքնարժեքն է, իսկ տրանսպորտի ինքնարժեքը այսօր 50-60 դրամ է կազմում յուրաքանչյուր ուղղափոխադրման համար, մինչդեռ սրանք բարձրացրեցին 150 դրամով, 300 էին ցանկանում։ Հիմա փախուստի են դիմել, որպեսզի այդ նախագիծը չքննարկվի, մինչդեռ այդ նախագիծը ուներ արդեն իր հիմքում 17000 մարդու երևանցու ստորագրություն, որը հանրաքվե է յուրօրինակ, քաղաքային իշխանությունների գործունեության վերաբերյալ, այսինքն դեմ քաղաքային իշխանություններին արդեն մենք ունենք փաստագրված հանրաքվեի տվյալներ, ըստ էության հանրաքվեի տվյալներ։ Հիմա սրանք փախուստի են դիմել, կես ժամով ընդմիջում է հայտարարված, բայց ակնհայտ է, որ այլևս հետ չեն գա, որովհետև վախն է պատել իրենց սրտերը, ոտքերը դողում են, որովհետև տեսակ ասեցի ձեզ, Ավինյանը րոպե մեկ դուրս ելումուտ էր անում, չգիտեմ, որ ինչն էր պատճառը, առողջական, թե այլ պատճառներ նույնպես կան, վախի մթնոլորտում է ներվային նաև շարժումներ էր անում, տեսակ երբ ելույթ էր ունենում, ինչ որ փորձում էր արդարանալ, բայց նա կարդարանա արդեն դատարանի դահլիճում, դատարանի առջև, հանուն Հայաստանի, հանուն մեր հայրենիքի, դատական ակտ կայացնելու այդ process-ում, այդ ժամանակ ինքը կգնա եւ կարդարանա, թե ինչքան շինթույլտվություններ է ապօրինի տվել, ինչքանով է քանդել քաղաքը, ինչքան է վերացրել քաղաքի կանաչ տարածքները, ինչքանով է մտել երևանցիների գրպանները, տրանսպորտի թանկացում, գույքահարկի թանկացում, աղբահանության վճարների թանկացում եւ այլն։ Այսինքն այսրանց 7 տարվա կառավարումը այնպիսի աղետ է բերել մեր հայրենիքին եւ հայրենակիցներին, որը աննախադեպ է։ Ինձ այսօր մի լրագրող հարցնում էր, դուք ցեղասպանության մեջ եք մեղադրում Տիգրան Ավինյանին։ Ասացի այո, ասում եմ ինչ ցեղասպանություն, այնպիսին ինչպիսին եղել է տրիումվիրատի կողմից, ասում եմ այո, այդպիսին ինչպիսին եղել է, մոռացել եք կոവിഡ്ի ժամանակ ով էր պարետը, ինչքան մարդ մահացավ, սպանվեց այդ ապօրինի եւ ոչ իրավաչափ կառավարման հետևանքով։ Մենք ոչինչ չենք մոռացել, այդ բոլորը հավաքագրել ենք եւ այդ բոլորի ներքո այո, պատասխանատվության են կանչելու, մասնավորապես այսօր այս դահլիճում, որ ղեկավարում էր ինչ որ կարգադրություններ էր արձակում Տիգրան Ավինյանին, ում հայրը մեր հայրենակիցներին անվանում էր համբալ, բայց այդ համբալությունը հենց իրենց է վերագրվում, այլ ոչ թե մեր հայրենակիցներին։ Համբալության դասերը երևում է հայրիկը շատ լավ է ստացել եւ ինքը նույնպես հավանաբար համբալության լավ դասեր է առել։
Հիմա ես չգիտեմ, այդ համբալության դասերի պատճառով է նաև, որ այսօր սրանք թողել են փախուստի են դիմել, փախել են, թե ասեցին իրենց տերերը, որ թողեք լքեք դարիճը, այլևս ձեր ժամանակը ավարտվել է։ Ժամանակի ավարտին պետք է գնանք համապատասխան քրեակատարողական հիմնարկներ։ Նուբարաշենը շատ նենց անուշ հոտեր ունի, որ ձեզ ա սպասում Տիգրան Ավինյան, ձեզ, այստեղ մի հատ մեկն էլ էր նստած, որ ինձ պատասխանում էր Ալիկ Վարդազարյան, ով ստորագրել է կամ ասում է, որ ինքն է հատուկ ծրագրերի վարչության ղեկավարը, ով արձակել է ապօրինի շինթույլտվություններ։ Այստեղ էր նստած մի հատ Բեգոյան կա, ով նաև զբաղվում է Երևան քաղաքի բազմամյա ծառերի հատումներով, առողջ ծառերը քոքահան անելով, կտրելով վերացնում է այգիները։ Այս Բեգոյանը նույնպես պետք է գնա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Մենք գործ ունենք ահավոր կրիմինալ ներկայացուցիչ, կրիմինալի ներկայացուցիչների հետ, ովքեր շատ մեծ վտանգ են սպառնում մեր հանրությանը, մեր կյանքին եւ առողջությանը։ Ընդհուպ միջև ցեղասպանական գործողություններ, որը տեղի է ունեցել Ավինյանի ղեկավարման շրջանում։ Որպես պարետ մասնավորապես, էլ չեմ ասում քաղաքը ավիրելու տեսանկյունից, ինչ փաստաթղթերի տակ է նա ստորագրել։ Հեսա տեսեք, այս պայդրությամբ Երևանը էլի ավիրում են, հենց իրենց թողտվությամբ, իհարկե իրավապահ մարմինների նաև անգործության պատճառով, իրավապահ մարմիններից մենք այստեղ ունենք ոստիկանության ներկայացուցիչներ, չգիտեմ ինչի եք դուք այստեղ, կասեք, օրինակ ինչ ծառայություն եք անում, ումից եք ում պաշտպանում կամ ով պետք է այստեղ իրավախախտում թույլ տա, որ դուք ձեզ հրավիրել են այստեղ, Տիգրան Ավինյանն է ձեզ հրավիրել, ով հրավիրեց։ Բայց ձեզ ով հրավիրեց այստեղ, օրինակ ինչ եք անում, ոստիկանություն, գնացեք ես ձեզ ասեմ, որտեղ ձեր ծառայությունը իրականացրեք։ Նաիրի Զարյան 11-13, Զեբրա եւ կողքից գազան ավտոմեքենաներ են գնում գալիս, մարդկանց կյանքին եւ առողջությանը վնաս սպառնում։ Գնացեք ուրիշ տեղ ձեր ծառայությունը իրականացրեք, մեր գումարների հաշվին եք, չէ՞ ծառայություն իրականացնեք, ոչ մի բան չկա, խնդիր չի լինի։ Այստեղ ոչ մեկ ոչ գույքը ոչնչացնի, ոչ կփչացնի, ոչ մեկի առողջությանը վնաս կպատճառի, ինչ եք անում այստեղ։ Որպես ինչ էլի, օրինակ ոստիկանությունը ինչ գործ ունի Երևան քաղաքի իշխանությունների դահլիճում։ Տեսեք, մեկ ոստիկան, բարև ձեզ, բարի ծառայություն ձեզ։ Երկու ոստիկան, բարև ձեզ, ձեզ բարի ծառայություն։ Երեք ոստիկան, բարև ձեզ, ձեզ բարի ծառայություն։ Չորրորդ ոստիկանը, բարև ձեզ, ձեզ բարի ծառայություն։ Բարև ձեզ էլի բարի ծառայություն եմ մաղթում։ Անփորձանք ծառայություն կարևոր է։ Տեսեք ինչ անհասկանալի է, ոստիկանությունը ինչ գործ ունի Երևանի ավականու նիստերի դահլիճում։ Աննորմալ երևույթ էլի։ Տեսեք, բաստեղ էլ ունենք ոստիկաններ փաստորեն։ Նայեք, հեսա, այստեղ էլ են ոստիկանները եկել, թե ինչի են եկել, ինչի է Տիգրան Ավինյանը փորացավն է երևի դրթել, որպեսզի այս մարդկանց հրավիրեն այստեղ։ Բարև ձեզ։ Ներեցեք, ձեզ ով է ասա, որ բարձանակ էստեղ վերև։ Ես հասկանում եմ, բայց հենց վերև է։ Այս դահլիճում էլի ինչ կա, խնդիր կա, որ ստա ինչ-որ մեկը իրավախախտում պետք է թույլ տար, ահազանգում մեր համար, այսինքն մեր նկատմամբ ոտնձգություն կա, ով Տիգրան Ավինյանն է ուզում մեր նկատմամբ ոտնձգություն, բա ով է ուզում անի։ Չէ, ուզում ենք իմանանք, էլի։ Չէ, օպերատիվ հետախուզական տվյալներ ունեք, որ ստա ինչ-որ իրավախախտում է տեղի ունենալ, որ եկել եք, բարձրացել եք, իմանանք, էլի։ Ինչ է պատահել, որ եկել եք։ Հարգելի ոստիկան, լավ եք անում, ծառայություն անում եք, բայց ուզում ենք իմանանք, էլի ինչն է խնդիրը, որ ձեզ հրավիրել են օրինակ այս 4-րդ հարկ, 5-րդ հարկ, որ ինչ։
Հա, հասկանում եմ ծառայություն, բայց ինչ որ օպերատիվ տվյալ ունեք, որ ստե ինչ որ մեկը պետք է մեկի նկատմամբ ինչ որ ոտնձգություն անի, բայց ծառայություն, այսինքն պետք է պատճառ ունենա, չէ՞, 5-րդ հարկում ծառայություն անցկացնելու։ Մուտքի մոտ չեք, չգիտեմ, հանրային ինչ որ խնդիր չի առաջացել, ոչ եմ ինչ որ մի այլ վայրում ենք։ Երևանը քաղաքապետարանում ենք, նայեք։ Նա դե ցույց տամ ձեզ ամենա այս նախկիններից Խաչատրյան Վահագն, նայեք, ով է այսօր, որտեղ է պատտվում շրջապտույտներ անում, տեսեք, այսօրվա գործող իշխանության կարևոր դեմքերից մեկը։ Այնպես որ նախկին ներկայիս որ կեղծ օրակարգեր են բերում, դրան մի հավատացեք, հարգելի քաղաքացիներ։ Տեսեք չկա, փախած, բոլորը փախել են, այսպիսի իրավիճակ էր 18 թվականին, հիշում եք, Տարոն Մարգարյանն էր փախել հանրապետականի խմբակցությամբ, խմբով, մարդ չկար, հետո հրաժարական տվեց և եղան արտահերթ ընտրություններ, հիմա հավանաբար արդեն տիկոին են տարել, էլի կլինի հրաժարական կամ ընդհանրապես կդադարի նրա լիազորությունները եւ քաղաքը պետք է ունենա նոր արդեն իշխանություն։ Տենում եք Սուսաննա ջան, ինչ խայտառակություն է։ Չկան, փախել են։ Շատ բնորոշ է, իրանք իշխանություն չեն։ Իրանք զավթել են, չէ հաղթողուց չեն դավապետում, ես համեմատություն բերեմ, մի հատ համեմատություն անեմ, էլի չէի ցանկանա։ Սուսաննա ջան, հիշում ես մեր ումվիրատը ես Ալիևի հետ եմ ուզում համեմատել։ Ալիևն էլ նույն կուտակից պետք չի ավել։ Լավ էլի, իրանք նույն զիբիլն են, աղբն են։ Նույնը չէ, Ալիևը, որ իրա ձերքը մեկնում է Փաշինյանին, Ալիևին այդքան մի կարգավ, նրանք նույն տեղից են, նույն դերասանությունն են անում։ Բան չունեմ, ես ուրիշ բան եմ ասում, ես բարոյական կողմն եմ ասում, հաղթողը, որ հաղթող է, ինքն է ձերքը մեկնում, ինքը ուժեղ է։ Սուսաննա ջան, ինքը մեզ չի հաղթել, պայմանավորվածությունների։ Նիկոլինա։ Ոչ է Նիկոլինա, Նիկոլը պայմանավորված է, գործը արել է, իրանք է դերասանություն են անում, ոչ թե հաղթող պարտվող չի եղել։ Պայմանավորված հանձնել են մեր հայրենիքը ցեղասպանությամբ։ Իսկ ոչ մեկ էլ մեզ չէր կարող հաղթել, որ հաղթեին 44 օր չէր տևի պատերազմը։ Հեսա չէին բերես թե կեղծ ելույթեր ունենում մի հատ Նվարդիկին։ Իդեպ Նվարդիկ ջան, դու ես ինքդ ներկայացել ինձ որպես Նուարդիկ, այլ ոչ թե, չգիտեմ, ուրիշ անուն ազգանունով։ Ոնց ներկայացել ես, քեզ այդպիսին է ես գիտեմ։ Եվ ելույթ էիր ունենում, են էլ ասում էիր, չգիտեմ, մեջ բերում էիր կատարում մեծն Լեոից, որ երբեք տենց բան չի ասել։ Եթե քո մակարդակի մարդիկ չգիտեմ պատմություն, համենայն դեպս մեր մակարդակը շատ լավ գիտի պատմություն։ Շուշի հանձնողները եկել են Շուշեցի ամենահզոր ամենապայծառ անձնավորությունից կեղծիկ են այստեղ ցիտում, Լեոից են ցիտում կեղծիկ, ոնց որ կեղծ Աբաջանի պապիկին էին հանել բեմ, կեղծիկները։ Սիրելի գյումրեցիներ, ձեր առջևում է շատ կարևոր որոշման կայացումը։ Հետևաբար գոնե դուք պետք է հասկանանք, որ Գյումրին չի կարելի թողնել այս ավեր բերող, աղետ բերող խմբակի անդամներին։ Առնվազն այդ ուղղությամբ պետք է յուրաքանչյուրդ ձեր գործառույթը կատարեք եւ գնաք այդ սարիկ ձորիկ ինչ է քացուտակ գցեք։ Պայմանական եմ էլի ասում, ոչ թե ֆիզիկապես քացուտակ գցեք, այլ պայմանական ճակերտների մեջ գցեք քացուտակ։ Կես ժամը չլրացավ։
Հարգելի երևանցիներ, դուք արդեն երկար ժամանակ է ինձ հետևում եք, տեսնում եք ոնց եմ ես պայքարում Նաիրի Զարյան փողոցում տեղի ունեցող այդ ապօրինի շինարարության վերաբերյալ, այդ մի կտոր հատվածի, որը Երևանի պատմական նշանակության հատված է, այս անգրագետ, չգիտեմ, քոչվոր ցեղերի ներկայացուցիչներն նույնիսկ չգիտեմ, որ այդտեղ ինչ հուշարձաններ կան, եւ 100 տարվա 100-ամյա տները, որ քանդել են, այդ Ալիկ Վարդազարյանը ընդունեց, որ 100-ամյա տներ են քանդել եւ ասում էր, որ հա, քանդել ենք, բայց որ քանդել ենք, դա չի նշանակում, որ մենք օրենքով չենք քանդել։ Այսինքն 100 տարեկան տունը այս քոչվոր ցեղի ներկայացուցիչները քանդել են եւ դա գտնում են, որ դա նորմալ է։ Բացի այդ, տարածքը, որը պատմամշակութային նշանակություն ունի, հիմնադրվել է հին արաբկիրցիների կողմից, ամայի տարածք ամբողջությամբ բնակեցրել են, քաղաքակրթացրել են, տարածքում արկա է թանգարան, արկա է Զորավար Անդրանիկի հուշարձանը, Արցախի ներկայացության շենքը, այլ շենքեր, հիմա այս քոչվորները տեղ ուզում են տեղադրեն 9 հարկանի շենք, որը ամբողջությամբ դոմինանտ է լինելու հարակից շենքերի, շինությունների եւ պատմամշակութային նշանակության հուշարձանների նկատմամբ։ Եվ այսրանք էլ հələ ուզում են շարունակեն էլի քանդեն քաղաքը։ Եվ անընդհատ նախկինն է, միգուցե այն մենուայ, արգիշտի եւ նրանց էլ անդրադառնանք, որ նենց ամրոցներ չեն կառուցել, որ մինչեւ հիմա դուք գնայիք այդ ամրոցներում թառեիք։ Այսինքն այդ ամրոցները քանդվել են, միգուցե նրանց էլ սկսեք քննադատել գազաններ։ Չեն թողել Երևանում ոչ մի ճանապարհ։ Երևանը մեծացնում են բնակելի ֆոնդով շուրջ կես միլիոնով, 500,000-ով, բայց դրա տեղը չունեն ոչ մի կոմունիկացիաներ, ավտոներ, ճանապարհներ, ոչինչ չունենալով Երևան են մեծացնում, որովհետև գումար կա, ինչ գումար է, թուրքական։ Իսկ թուրքը ինչ է, թուրքը ցեղ, ազգ չէ, թուրքը այդ հատուկ որակ է, մարդկային տականքի, ցեղասպանի, հայրենազրկողի, թուրքական փող են, հոտ են քաշել թուրքական եւ սպասարկում են։ Էրդողանի ոտերն են գնում լպստում, Էրդողանի, չգիտեմ որտեղն են լպստում, այդ տականք թուրքի։ Տեսա, մենք ունենք մեր խմբակցության ներկայացուցիչը պարոն Հարոյանը, ով կանոնադրությամբ ամենատարեցն է ավականու անդամներից եւ նա պետք է վարի այսօրվա այս նիստը։ Չկան, ուրեմն Երևանի ավականու նիստին ոչ մեկը չկա քաղաքային իշխանություններից, բացի մի քանի խմբակցությունների ներկայացուցիչներից ԿՊ-ն ամբողջությամբ գնացել է, ուրեմն աշխատեց։ Ներեցեք, ես մեր միկրոֆոններով պետք է միացնի։ Կկանչեք աշխատակազմին։ Բայց ով դուք ով եք։ Բա մենք ոնց կանչենք այդ ծառայությանը։ Դե բա ուր է փախավ աշխատակազմի ղեկավար ձեր կողք կանգնած է։ Չէ, չունեմ ես իր համարը։ Ձեր կողքներ ինքն է փախավ։ Եկեք նստեք, պարոն Հարոյան։ Եկեք նստեք։ Հələ մի հատ տեսնեմ ստեղ առում, հա։ Պատրաստվեք արդեն, սա որն է։ Ահա։ Հարգելի ժողովի մասնակիցներ, աշխատում եմ։ Պարոն Հարոյան, խնդրեմ, եկեք զբաղեցրեք ձեր տեղը։ Այս պահին դուք եք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու, որպեսզի վարեք մեր նիստը, որովհետև սա շատ կարևոր է այս նիստը։ Մենք պատրաստվել ենք, Մայր Հայաստան խմբակցությունը այս նիստին պատրաստվել է, պարոն Թևանյանը պետք է այս նիստին հանդես գա զեկույցով, մենք խնդրում ենք, որպեսզի դուք
ըստ կանոնակարգի վարեք այս նիստը եւ ընձեռեք հնարավորություն պարոն Թևանյանին ելույթ ունենալու, որպեսզի մենք քննարկենք կարևոր հարցը։ Հա, խնդրում եմ աշխատակազմի ղեկավարին կամ ով է այս պատասխանատու պարոն Արեշացյան, լրատվական ծառայություն, խնդրում ենք միացրեք ուղիղ եթերը, նիստը սկսվում է, ընդհատված նիստը, որ հայտարարվեց ընդմիջում, ով պարոն Կոստանյան, խնդրում եմ, եկեք այստեղ։ Զորաբան չէ։ Կոստանյան, խնդրում եմ։ Եկաք։ Ինչ որոշեցիք նիստը կա։ Ինչպես։ Չէ, չի երևում, որ հայտարարեցիք, որ գնալու եք, մենք մտածեցիք ընդմիշտ գնացիք։ Չէ, ընդմիշտ չէ, մտածեցիք գնացիք հրակատարողական հիմնարկ, նուբարաշեն բան, էլի։ Այդ սպասում են ձեզ։ Լավ սպասում են, ասեմ ձեզ, Արմավիկ հրակատարողական հիմնարկում Անդեղ ունեմ պաշտպանյալս, Միլյանը, մեծ, հաճույքով ձեզ կընդունի Տիգրան Ավինյանին է, եթե առողջական խնդիրներ ունենանք կօգնի էլ ձեզ։ Բայց Արմին եկել է Տիգրան Ավինյանը տեսեք փախած է։ Պարոն Ամբողջյան, ուղիղ եթեր եք միացրեք։ Նրանք գրանցվել դրանք քանի հոգի է ներկա։ Իսկ են կատմիստան Ժողովրդյան, ներկա պահերի Չէ, մենք քվորումի խնդիր չունենք։ Մի րոպե, քվորումի խնդիր չկա։ Նիստը ընդմիջում է եղել։ Չէ, ընդմիջում է եղել։ Նիստը չէր կարող ընդհատվել։ Բա ինչ եկեք է, եթե ընդհատվել է նիստը։ Ընդմիջում է եղել, Ոչ, դուք իրավունք չունեք քվորումի հարց բացացնեք։ Դուք իրավունք չունեք, ընդմիջում է եղել, գնացել եք։ Դուք ընդմիջում եք, արի գնացել եք։ Քանի դուք քվորում չկա 30 րոպեն դուք։ Յա, դուք իրավունք չունեք, ինչ քվորում։ Դուք ինչ իմանաք։ Եմա կեր ժամից հետո եկաս ասած չկա։ Եկեք պարոն Հարոյանյան, իրավունք չունեն, եկեք նիստը վարեք։ Հարգելի գործընկերներ, իրենք ապօրինություն են իրականացրել։ Հարգելի գործընկերներ, իրենք իրականացնում են ապօրինություն, հետևաբար մենք այս ապօրինություններին չպետք է տուրք տանք, հիմա պետք է սկսենք մեր նիստը, պարոն Թևանյանը պետք է գա եւ հանդես գա զեկուցով, հետո կորոշենք, քննարկումները կանենք, նոր կքվեարկենք։ Ես խնդրում եմ, որովհետև եթե մենք հիմա տուրք տանք իրենց ապօրինություններին, ապա այդ նիստը իրենք այնպես են նախատեսել, որ ապօրինությունների ներքո չանցկացվի, այսինքն քննարկում տեղի չունենա։ Եկեք։ Էդի սենց, ահա։ Մարիաստատում բարձրացնելը, իսկ քաղաքապետի աթորի նստացել Մարիաստատում բարձրացնելը Երևանի հավաքանի արգել անդամներ Երևանի հավաքանու 2025 թվականի ապրիլի 18-ի նիստը շարունակվում է Քվորումը սկզբանե ապահոված է եղել 27 հարցերից 26-ը զեկուցվել է
Ընդունվել է որոշում, հիմա եկել է 27-րդ հարցը, եւ 27-րդ հարցին իշխող ԿՊԿ կուսակցությունը իր արբանյակ կուսակցության հետ, հանրապետության կուսակցության հետ լքել են դահլիճը։ Ես հիմա ասպայն չեմ ուզում որակումներ դարձած քայլի, ուղղակի ուզում եմ ասել, որ մենք իրավասենք նիստը շարունակելու եւ անցնել օրակարգի 27-րդ հարցին։ Երևան համայնքում 100% համայնքային մասնակցության օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում պետությունների սպասարկման փոխադրվածը սահմանելու եւ Երևան քաղաքի ավականու 2024 թվականի մարտահրավերի 95N որոշումը ուսումնասիրելու մասին զեկուցող Մայր Հայաստան ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Խուսերյան։ Ներկայացեք, ասեք, հետո արեք։ Վախեցած չէ, մենք ուղղակի լավ չես հիշում, ասի ով։ մենք ստե ձեզանից ներեցեք չենք վախենալու խնդիր չունենք, դուք եք երևում ա մեզանից վախեցած։ Եկել եք բանն ասեք, Այգերի քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը բարդ իմաստով ժողովրդել է նիստերի դահլիճից եւ արհամարել 17,000 քաղաքացու ստորագրությամբ մեր նախագիծը, որը վերաբերում է քաղաքային տրանսպորտի գնին։ Սա դասական եւ քրտական հասարակություն է։ Սա ցույց է տալիս, որ իրենք բովանդակային դաշտում որևէ փաստարկ չունեն, քաղաքային տրանսպորտը հանկարծվել է բարիս բուն իմաստով, թալանի նպատակով, մենք առարկայական ու բովանդակային բոլոր հիմնավորումները կարող ենք ներկայացնել, որ տրանսպորտի գինը 65 դրամի սահմաններում է վատագույն դեպքում դեպի թանկացություն տարբով է լիստի ժամանակ, որպեսզի նրանց հնարավորություն տային պատրաստվելու, սակայն իրենք փախան ուղղակի նիստերի դահլիճից, ՀՊԿ-ի, որովհետև լքում են նիստերի դահլիճը, եւ սա շատ խորհրդանշական է։ Ես այս նիստերի դահլիճ մտել եմ առաջին անգամ եւ քաղաքային իշխանություն փաստորեն գոյություն չունի, ճողոպրել է։ Թե ինչի են որոշել խուսափել բովանդակային քննարկումից, կարող եք ենթադրել։ Սա ցույց է տալիս, որ որևէ առարկայական պատասխան իրենք չունեին, սա ցույց է տալիս, որ բարես բուն իմաստով քաղաքացիների թալան է տեղի ունենում, 150 դրամով իրենք թալանում են քաղաքացիներին, արդեն ասեցի, թե ինչ հիմքով, եւ քաղաքացիները լրացուցիչ հաստատ են ստանում եւ հիմնավորով բոյկոտելու քաղաքային տրանսպորտը։ Սա արդեն հարգելի քաղաքացիներ, ոչ թե սոցիալական, ոչ թե տնտեսական, այլ արժանապատվության ու թասիբի հարց է դառնում ձեր համար, որ ցույց տաք, որ 17,000 քաղաքացու ստորագրությունը արհամարած քաղաքային իշխանությանը պետք է ասել ոչ ու մերժել։ Սրանից հետո բոյկոտելը դառնում է յուրաքանչյուրիս արժանապատվության խնդիրը։ Ժողովուրդ ջան, իրենք իրավունք չունեն մտնելու ձեր գրպանը, դարձնելու ձեզ տուգանքի, թալանի մատերիալ, եւ եթե ասելիք ունեին, թող գան այստեղ ասեին։ Նույն դասալքությամբ իրենք հանձնել են Արցախը։ Նույն դասալքությամբ իրենք հիմա Հայաստանը տանում են դեպի Թուրքիա։ Նիկոլ Փաշինյանը Էրդողանից իշխանական աթոռին մուրում եւ այս խմբակը, որ այստեղ գտնվում է, եւ իրենց կցված քույր կառույցը պետք է իմանան, որ իրենք ծառայում են Էրդողանի իշխանությանը, հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ աթոռի պահպանության։ Սրանք որևէ առումով կապ չունեն Հայաստանի շահերի հետ, կապ չունեն Հայաստանի քաղաքացիների շահերի հետ եւ պետք է վռնդվեն։ Ու այդ վռնդվելու առաջին առիթը հարգելի գյումրեցիներ, ձեզ են դիմում։ Քաղաքապետարանը դատարկության է վերածվել իշխանության կողմից։ Այստեղ կա ՔՊ եւ իրեն կցված հանրապետություն։ Հանրապետությանը տյունինգ են արել, անունը դրել են մեր կողքում կցել են իրենց պես։ Անունը դրել են Եվրոդաշինք, որոնց ես անվանում եմ Եվրաթուրքեր։ Եվ այդ Եվրոդաշինքի հետ մասնակցում են Գյումրու քաղաքապետի ու ավականու ընտրություններին։ Ուրեմն երկուսին միասին
վրընդում ռադ է կանում Գյումրիից, որպեսզի այս օրը չընկնի Գյումրի։ Այն ինչ որ իրանք արել են անցած տարի, զավթել են Գյումրիում իշխանությունը ապօրինաբար, Նիկոլ Փաշինյանը զավթել է Գյումրեցու քվեն, եւ հիմա դուք հնարավորություն ունեք հարգելի քաղաքացիներ ռադ անել Գյումրիից, որպեսզի թանկացումներ չլինեն, քաղաքի թալան չլինի, կոռուպցիա չլինի եւ ամենակարևորը ամբողջ աշխարհի իշխանությունը Գյումրիի վրա է հիմա։ Ամբողջ աշխարհը հետևում է արդյոք հայ ժողովուրդը ունի դիմադրության հնարավորություն, թե ոչ։ Գյումրեցիներով իրենց թասիբով ու արժանապատվությամբ մերժում եք քաղաքացիական պայմանագրին, մերժում եք նրանց կեսվածին եւ փոխում եք իշխանությունը եւ Գյումրիից սկսում ենք փոփոխությունները։ Հարգելի գյումրեցիներ, սրանք դատարկ աթոռներից բացի այլ բան չեն կարողանալու ձեզ տան։ Երևանցիները համոզվել են դրանում։ Թանկացված տրանսպորտ, թանկացված ավտոկայանատեղիներ, թանկացված տեղական տուրքեր ու վճարներ, թալանչիական քաղաքացիություն եւ կառավարում, շինթոթողությունների կոռուպցիոն ռիսկեր, պահպանության խայտառակ վիճակ, այս ամեն ինչը քաղաքական ու քաղաքային մասով հանգեցրել է նրան, որ մենք ըստ էության տեսնում ենք դատարկ խորհրդանշական դալիճ իդեմս քաղաքային իշխանության։ Հիմա նույնը պետք է անել Գյումրիում, վռնդել եւ դատարկ պահել նրանց աթոռները եւ ցույց տալ, որ գյումրեցիները կարող են փոփոխությունների սկիզբ դնել։ Ինչ վերաբերում է սրանց համապետական իշխանությանը, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի ու կաշվի փրկության Էրդողանից խնդրում է պաշտպանություն եւ աջակցություն։ Դրա դիմաց պատրաստ է հանձնել հայոց ցեղասպանությունը, դրանից առաջ արդեն հանձնել է Արցախը, դրա դիմաց պատրաստ է հանձնել Հայաստանի Հանրապետությունը, միայն թե իր կաշին փրկի։ Ինքը ուզում է Տիխանովսկայա դառնա նախ Բելարուսիայի նախագահացուի պես, որ ճողոպրելու, փախնելու տեղ ունենա այս պես։ Բայց իրեն պետք է գցել Սաակաշվիլու օրը, քանի որ ինքը բազում հարցերի պատասխաններ պետք է տա։ Հարգելի քաղաքացիներ, եւս մեկ անգամ ձեզ կոչ եմ անում բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը, չվճարել այդ 150 դրամը, վարորդին ասեք շնորհակալություն եւ միամուր թքեք սրանց որոշման վրա, որովհետեւ իրենք թքել են ձեր ստորագրությունների վրա։ Թասիբի ու արժանապատվության հարցը ժողովուրդ ջան։ Այս պատկերը, որ մենք հիմա ունենք Երևանի քաղաքապետարանում, սա աննախադեպ է եւ վատ իմաստով երկրորդ մշակույթը մտցրեց։ Առաջին մշակույթը այն էր, որ քաղաքացիները իրենց ստորագրությամբ դարձան որոշման նախագծի հեղինակ։ 17000 քաղաքացի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, տիմ պատմության մեջ առաջին անգամ նոր մշակույթ է ներգրավել, նոր մշակույթ է մտցրել եւ դարձել է նախագծի հեղինակ։ Փոխարենը մենք այդ նախագիծը հարգելով այդ քաղաքացիներին քննարկենք, մենք ստացել ենք խայտառակ մի պատկեր, երբ որ կան դատարկ աթոռներ, դատարկություններ եւ ժողովրդի ձայնը փաստորեն լսելի չի դառնում։ Երկրորդ պատմաշակույթը մտցրեցին իրենք, հաստատի քաղաքապետարանի շենքից, նիստերի դալիճից, քաղաքային իշխանությունը իր կցված կոալիցիոն գործընկերոջ հետ ճողոպրում է նիստերի դալիճից։ Սա խայտառակության գագաթնակետն է իրենց համար, բայց սա լավ նշան է, ժողովուրդ ջան, սա լավ նշան է, իշխանությունը թողել ու փախել է այն կառավարման համակարգից ու շենքից, որը վստահված էր իրեն։ Այնպես որ հարգելի քաղաքացիներ, իմ զեկույցը ցավոք սրտի բովանդակային դաշտից չէր, ուղղակի տեղեկացնեմ, որ մեր նախագծով տրանսպորտի գինը չպետք է լիներ ավել քան 100 դրամը մետրոյի ու ավտոբուսի պարագայում, տրոլեյբուսի պարագայում 50 դրամ։ Եթե մարդիկ 4 անգամից ավել որոշեն օգտվել քաղաքային տրանսպորտից, ապա գինը 100 դրամից էլ պակաս է լինելու։ Սրանք քանի որ գիտեին, որ թալանում են եւ իրենց ճակատին փաստարկված ստանալու էին պատասխանները, փախել են նիստերի դալիճից։ Այդքան բան, ուրիշ բան չկա, սիրելի քաղաքացիներ, բոյկոտը շարունակում ենք, հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը Գյումրի ընտրություններին մասնակցում է նվազագույն ծրագիր ունենալով քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը։ Մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք։ Մեր ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։ Ուրեմն Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ վռնդում են քաղաքացիական պայմանագրին եւ նրանց կցվածներին Գյումրիից ու նրանց քայլարշավը արդեն պարտության քայլարշավի դուք կարող եք վերացել, որը սկսվել էր 18 թվականին։ Իրենք խաբել են ձեզ այն ինչի համար իբր դուրս էին եկել 18-ին, արդարության վերականգնում, հակակոռուպցիոն գործընթացներ եւ այլն, խորացրել են այդ ամեն ինչը, իրենք դարձել են քայլող թալանչի մարմնավորումներ, հայ ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից էլ ավել, եթե շատ են սիրում այդ Range Rover, Range Rover-ը, ես իրենց սիրած փողով ասեմ, Արցախը հանձնել են առնվազն 100 միլիարդ դոլարի վնաս տալով, Հայաստանի տարածքները նույնպես հանձնել են այդ գումարը վնասելով,
Եվ եթե բաժանենք այդ միջին թվի վրա Range Rover-ի, լսի Նիկոլ Փաշինյան, 500,000 Range Rover-ից դուք գողացել հայ ժողովրդից։ Հիմա Range Rover առ Range Rover, այս քո փախած թիմակիցներով հանդերձ պետք է վերադարձեք, իհարկե եթե կարող եք, բայց դուք ոչ մի բան չեք կարող վերադարձնել։ Ընդհանրապես պետք է լքեք ձեր աթոռները եւ վրընդվեք, հարգելի գյումրեցիներ, սկսում ենք ձեզանով։ Միանում ենք պայքարին համար 4-ը հիշեք, Մայր Հայաստանն է, քվեարկում ենք Մայր Հայաստանի օգտին եւ իշխանազրկում ենք ՔՊ-ին։ Սա է ամենը, հարգելի քաղաքացիներ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր նախաձեռնությանը միանալու համար։ Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր որ չեն հասցրել միանալ այդ նախաձեռնությանը, բայց մենք ինքներս մեզանից բոլորով մեծ շնորհակալություն կհայտնենք ինքներս մեզ, երբ որ կարողանանք ՔՊ-ին ուղարկել պատմության աղբանից, որտեղ որ իրենց տեղն է։ Ես Նուբարաշեն եմ ուղարկելու իրենց եւ նաեւ այլ քրակատարողական հիմնարկ։ Շնորհակալություն, որ դուք վարեցիք այս նիստը եւ կատարեցիք այն պարտականությունը, որը օրենքով էր սահմանված, սա խայտարակություն է քաղաքապետարանի պատմության մեջ։ Լքված աթոռներ, դատարկ աթոռներ եւ դատարկագույն փաստարկներ, որը իրենք չունեին իհարկե, որովհետեւ չմասնակցեին այս նիստին, դրա համար է ճողովելու ճանապարհը դրեցին։ Շնորհակալություն հարգելի քաղաքացիներ, պայքարը շարունակելն է։ Շնորհակալություն պարոն Թևանյան։ Չէ, աշխատում միացրեք։ Մեկ։ Ներեցեք կմիացնեք։ Ասեք, հա, ավարտական խոսք ենք ասում։ Դուք ձեր տեղից ասեք։ Այնտեղ անջատված է, ամեն ինչ անջատել է, նույնիսկ չեն կարող գրանցվել ելույթների եւ հարցերի համար։ Ահա, այսի աշխատում։ Եկեք այստեղ։ Չէ, եկեք այստեղ, մեկաուղիղ եթեր կա։ Այստեղ եկեք, այսի աշխատում է։ Այստեղ, այս մեկը նայեք։ Չէ, հենց նստեք, ինչ եք կանգնա, անջատեցին։ Ինչ? Ոչ։ Չեմ նկարի, բայց մենք ոչ մի բան չենք կարել, ինչի անջատեցիք, ինչի անջատեցիք։ Նիստ, մենք չենք ավարտել նիստը, նիստը վարողը չի ավարտել նիստը։ Չէ, ընդմիջում չի կարող լինել, ինքը իրավունք չուներ, յանք թողը գնացել է, մենք արդեն ունենք նիստը վարող։ Տեխնիկական ինչ կապ ունի, փախել են, յանք չեն է գնացել։ Հատուկ եկան անջատեցին։ Եկեք դուք այդտեղ բան արեք, ես ու եթեր ապրեմ։ Անելիք չունենք, ավարտեցինք, այո։ Մեկ այստեղ ոչ մի արդեն անելիք չկա։ Իրենք է փախել են, հիմա սրանց հարցերը ոնց պետք է լուծենք, դա է անելիք։